Բարև ձեզ, բարի գալուստ իմ story podcast-ի նոր սեզոն, վաղուց չէինք նկարել, կարոտել ենք բոլորիդ, այս էպիզոդը կլինի, եթե հաշվենք անցածից էպիզոդ 15-ը, եթե նոր սեզոնով ասենք, կլինի առաջին էպիզոդը, շատ ուրախ եմ, որ նոր սեզոնը սկսում եմ Լիլիթի հետ, Ենոքյան, CEO, co-founder of Investra, բարի գալուստ Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ Աննա ջան, ուրախ եմ լինել քո հյուրը եւ իմ story-ի։ Մերսի շատ, Լիլիթը 3 բալիկ ունի ու իմ համար, չգիտեմ, կոնկրետ հենց իմ համար ամենահետաքրքիր ու զարմանալին այնա, որ ոնց է ինքը հասցնում լինելով 3 բալիկի մամա ու այսքան կարիերայի մեջ հաջողություններ ունենալ։ Հիմա հերթով կպատմենք բոլոր հաջողությունների մասին, բայց Լիլիթ ջան, ես կուզեի սկսեինք որ թվականին ես տեղափոխվել Հայաստանից Ամերիկա ու եթե կարելի է ինչի այդ որոշումը կայացրեցիր։ Հա, Աննա ջան, թվում է շատ վաղուց էր, ուրեմն 19 տարի առաջ 2006 թվականին տեղափոխվել եմ Հայաստանից, Երևանում ավարտել եմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը եւ հենց նույն ամառը մի քանի ամիս հետո տեղափոխվել եմ, որ շարունակեմ ուսումս Միչիգանի համալսարանում, computer science բաժնում ու այնտեղ մագիստրոսի կոչում ստանամ։ Ինչի որոշեցի, որովհետեւ շատ լավ հնարավորություն էր գնալ կրթությունը շարունակել, շատ լավ համալսարան էր, ես էլ շատ էի ուզում շարունակել եւ բանի ծրագրարման եւ մաթեմատիկայի ուղղությամբ, այդպես։ Հենց որ երկար չեմ վարանել, ճիշտ է, մեծ ռիսկ էր, 20 տարեկան աղջիկ եւ այլն, չեմ փոխմանել։ Եղել են ինչ որ գիտես, ասենք, երբ որ մարդ նոր է տեղափոխվում նոր երկիր, ինչ որ խնդիրներ են գալիս, չգիտեմ, մարդ կա օրինակ այդ homesickness-ն է, չէ, զգում, որ շատ է կարոտում տունը ծնողներին, հարազատներին, մարդ կա, չգիտեմ, ինչ որ կոնկրետ ինչ որ տան հետ կապված կամ ուտելիքի ինչ որ քո հետ եղել են տենց զգացումներ, թե շատ ոնց որ smooth է եղել բանը փոփոխությունը։ Չէ, իհարկե դժվար էր, որովհետև դե ծնողներիս հետ եմ Երևանում ապրել, հետո տեղափոխվել եմ ու պետք էր սկզբից ասեն գտնել շրջապատ, հա, գտնել դե մի քանի հայ կային եւ վախտի բերմամբ իմ պրոֆեսորը հայ էր, այդպես եւ ծանոթացրեց իմ ապագա ամուսնու հետ, որը այդպես Միչիգանի համալսարանում ուսանող էր, բայց դե այդ ամեն ինչը շատ ավելի ուշ պարզ դարձավ, սկզբում ասենք այդ խնդիրները իհարկե կային, որ մեքենա չունեի, ոնց պետք է հասնեմ համալսարան, տրանսպորտն էլ դե տիպիկ ամերիկյան վիճակ, նորմալ չէր աշխատում, այդպես ընկերները կարողա տանեին բերեին։ Ու դու դեռ 20-21 տարեկան։ Այո, 20-21 տարեկան, ուտելիքի առումով էլ դե կարոտում էի, բայց այդ մյուս կողմից էլ տենց ինչ որ ազատության զգացում էր, որ վայ, կարողա ժամը 9 երեկոյան դոնատ առնենք ուտենք, որովհետև ասենք մաման չի ջղայնանա։ Հա, բարձա։ Այ առաջի տարիները ուսանողական մյուս մարդկանց, ովքեր արդեն տեղափոխվել են ու սովորում են, ինչ խորհուրդ կտաս, ինչի վրա ավելի շատ ֆոկուս ունեն, հենց ուսման, թե արդեն կարիերայի ոնց որ կարիերան սկսելու ու մտնելու ինչ որ տեղ աշխատելու։ Հա, շատ լավ հարց է։ Առաջինը խորհուրդ կտամ ֆոկուս լինել շրջապատի վրա, որ ձևավորել տենց շատ բաց տարբեր երկրներից,
տարբեր մասնագիտություններից մեծ շրջապատ եւ մենակ չկենտրոնանալ, ասենք, կոմֆորտի մեջ, հա, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ասենք Հայաստանից են եկել կամ թեկուզ սովետական միությունից, ռուսներ են, վրացիներ են, ավելի հեշտ է, բայց ավելի բաց լինել, բոլորի հետ շփվել, հարաբերություններ ձևավորել, ընկերություններ, ինչ վերաբերվում է կարիերա ուսում, միարժեքորեն պետք է կենտրոնանալ, թե ինչ ես ուզում անես։ Այդ հարցը, որ ինձ տալիս էին սկզբում, շատ վերացական էր, որովհետև ինչ տենց հարց ես ինքս ինձ չէի տվել, ինչ գործ պետք էր, պետք է անեի, բայց այդ հարցի մասին մտածել ինձ թվում է կարևոր է, նախ ինչն է, որ քեզ ոնց որ ամերիկյան բանով passion, հա, ինչն է, որ դու իրոք ձգտում ես անել, հետաքրքրված ես, եւ ոնց դրան հասնել ու կարիերայի առումով էլ, հա, հենց առաջին օրվանից, հենց առաջին ամսվանից պետք է հասկանալ, որն է նպատակը, կամ ոչ թե հասկանալ, այլ գոնե այդ հարցը դնել, որ ասենք, օքեյ, շատ լավ, ստանում ես կրթություն, ստանում ես ինչ-որ գիտական աստիճան, հետո դրանով ինչ ես անելու, որ կազմակերպություններն ես փորձելու մտնես, ինչ մասնագետ ես լինելու, ինչ տիպի աշխատանք ես ունենալու ու դա համագործակցության մեջ լինել, նաև համալսարանի international students բաժնի, հա, արտասահմանյան ուսանողների բաժին է լինում, սովորաբար ինչ-որ խորհրդատու է լինում, իրանք էլ կօգնեն, թե օրինակ տվյալ պահին կարող ես արդյոք դիմել CPT-ի կամ OPT-ի, ինչ տիպի internship-եր կարող ես անել, այդ բոլոր հարցերը պետք է հենց սկզբից դնել, որովհետև եթե 2 տարի ծախսես ուսման վրա, հետո կարող ես կանգնել կոնտրաստաշտակի առջև, հասկանալով, որ ժամանակ չմնաց, վիզան է վերջանում կամ ասենք այդ ձեռք բերված գիտելիքները այդքան էլ կիրառելի չեն այսօրվա շուկայում աշխատանքային։ Ինչպես ստացվեց քո մոտ օրինակ առաջի աշխատանք գտնելը։ Ոյ Աննա ջան, շատ դժվար։ Ուրեմն ես ավարտեցի 2008 թվականին, այսինքն դիպլոմս պատրաստ էր, պետք է պաշտպանեի, դե 2008 թվականն էլ ֆինանսական կրիզիսի կենտրոնն էր, չէ, որ housing bubble-ը տրաքել էր ու դժվար էր ու մեզ մոտ էլ նենց ստացվեց, որ Վիկտորին ամուսնուս համալսարանից աշխատանք առաջարկեցին, որոշեցինք մնալ Միչիգան ու Էն Արբորը ու Միչիգանում ընդհանրապես Դետրոյտը բավականին ծանր վիճակում էր այդ տարիներին, լիքը տներ կային, որոնք ուղղակի այրված էին, ոչ մեկ չէր ապրում, ոչ մեկ չէր ուզում թաղամաս գնար, հա, ու այդ վիճակում ես ուզում էի գնալ միտեղ դառնալ ինժեներ, software ինժեներ։ Տարբեր ինտերվյուներ եմ անցել, նույնիսկ մի անգամ հիշում եմ բաներ, հետաքրքիր կամպանիաներ կային, այդ մեկն է հիշվել, որ software էին գրում, որ մեծ մեքենաները, հենց աղբի մեքենաները լվանալու համար, ասեցի, ինչ հետաքրքիր է, եթե ճանապարհս ինձ բերի, ես այդ գործին ընդունվեմ, բայց ինչևէ ընդունվեցի Barracuda Networks, որը Սիլիկոնային հովտի կամպանիա էր, Էն Արբորում փոքր օֆիս էր բացել, այնտեղ ընդունվեցի, հետաքրքիր էր գործս, շատ նոր էր այդ ամեն ինչը, բայց այդտեղից սկսեցի, էլի։ Ես գիտեմ, որ դու աշխատել ես շատ մեծ IT կամպանիաներում, կպատմես մոտավորապես ինչպես կարելի է օրինակ այնտեղ գործ գտնել, մտնել տենց մեծ կամպանիաներ։ Դե դա, հա, կփորձեմ, իմ փորձը կկիսվեմ, եւ գիտեմ, որ տարին տարվա վրա փոխվում է իրավիճակը։ Հա, ամենադժվարը առաջին մեծ կամպանիան մտնելն է, մեծ ասելով ես աշխատել եմ Microsoft-ում, հետո աշխատել եմ Netflix-ում, Facebook-ում, Roku-ում, ընթացքում էլ մի քանի ստարտափներ։ Շատ մարդկանց համար դա պրոստը երազանք է, էլի նամանավանդ ենթադրենք այն երեխեն, որ հիմա ավարտել է կիրառականը, հենց նոր կամ ասենք AUA Computer Science-ը իրանց համար այդ
երազանք է իմ կարծիքով այդ մարդկանց համար նմանվան շատ հետաքրքիր կնի իմանալ քո ճանապարհը։ Շատ լավ, Աննա ջան, բանա, հա, այդ իհարկե առաջարկ եւ պահանջարկի ոնց որ նժարներն են, չէ, որ տարին տարվա վրա փոխվում է, այդ տարիները այնպես էր, որ Microsoft-ը բավականին մեծ ընդունելություն ուներ եւ ինձ օգնեց այն, որ ես ամերիկյան համալսարան էի ավարտած, ոչ թե AUA, այլ Ամերիկայում համալսարան էի ավարտել եւ այստեղ ինչ-որ տեսակի փորձ ունեի, այսինքն ինտերվյու գտնելը եւ անցնելը այդքան ծանր չէր։ Իհարկե, էլի պետքա պատրաստված լինես, էլի ամեն տեղի վրա հարյուրավոր դիմորդներ կան, չէ, այսինքն կրիտերիան բարձր է։ Ինչպես կարելի է հիմա դա անել։ Դե Ամերիկայում ուսանողական վիզաները ուսանողական չէ, աշխատանքային վիզաները բավականին դժվար են տալիս, մանավանդ ներկայիս ադմինիստրացիայի փոփոխություններից հետո առաջարկվող, բայց ինչա կարելի անել, կարելի է Microsoft-ի բաժին ընդունվել Եվրոպայում կամ VMware-ի կամ մեծ կամպանիաների, ովքեր որ մեծ ընդունելություն ունեն, եւ ապագայում, եթե ասենք հետաքրքրություն կա Հյուսիսային Ամերիկայում աշխատել, տեղափոխվել այստեղ, շատ լավ փորձ է։ Շատ ավելի բաց է, էլի աշխարհը, այսինքն, հա, խորհուրդ նայել Արևելյան Եվրոպայում ընդունելություն կա, սովորաբար Անգլիայում, Մեծ Բրիտանիայում կա, եւ Իռլանդիան էլ թաքսերի առումով բավականին լավ գոտի է համարվում, դրա համար այնտեղ էլ բոլոր մեծ կազմակերպությունները ունեն ինչ-որ տեսակի ներկայացուցիչներ։ Ես գիտեմ, որ իմ մյուս ընկերներից էլ գիտեմ, որ Microsoft-ում, Netflix-ում, Facebook-ում, Roku-ում այդ տիպի կամպանիաներում շատ դժվար է ոչ միայն աշխատել, այլ նաև ամեն 6 ամիսը մեկ կամ մի տարին մեկ նայած կամպանիա չէ, բայց իրանք review-ներ են անում ու անընդհատ պետք է ոնց որ դու ունես perform անես, որ քեզ չհանեն, ենթադրենք։ Ու այդ մեծ ստրես է, ես կարծում եմ։ Ասենք ուրիշ բան է դու աշխատես մի հատ հիմնարկությունում, որ գիտես, որ եթե դու գործը տարեցիր, ոչ մի բան չկա, ոչ մի վտանգ չկա, բայց իմ կարծիքով այս կամպանիաներում շատ մեծ է ստրեսը։ Օրինակ, ոնց ես կարողացել, որ այդ տիպի մրցունակ կամպանիաներում աշխատելով համե կարողացել ես ընտանիքը ոնց որ մեծացնես 3 երեխա, իմ կարծիքով շատ դժվար է։ Այդ քո work-life balance-ի գաղտնիքը ինչու՞մն է։ Մի պատմություն պատմեմ, այս բանը, այդ թեմայի վերաբերյալ, հա, ինչ դժվար է կամ ամեն բան 6 ամիսը մեկ այդ որ կամ մի տարին մեկ կախված էր կամպանիայից, Facebook-ում մի ժամանակ երամսակը մեկ էր, գնահատականները, հա, որ Netflix-ը ընդունվում, Netflix-ը շատ բան ռեպուտացիա ուներ, վախենալու, որ այդպես էլ կար, գրել էին իրանք ամենտեղ, որ adequate performance gets generous severance package։ Այսինքն եթե դու լավ չես, նենց ամեն անգամ չես սենց ամեն սահմանները անցնում ու ցույց տալիս, թե ինչքան լավն ես, քեզ ուղղակի հեռացնում են աշխատանքից։ Մի քիչ տենց բան կար, մարդկանց մոտ ստրես կար, բայց ինձ թվում է, Աննա ջան, որ ինչ է իմ համար աշխատել, ես փորձել եմ կենտրոնանալ, ասենք, աշխատանքի վրա, ու նենց բաներ եմ արել, որ շատ հետաքրքիր էին էլի ինձ, թե չէ, որ ամբողջ ընթացքում մտածես, վայ, իմ ռեյտինգը շատ լավ չի լինի, չես այդ ներվային համակարգդ կխախտվի, ու շատ լավ չես էլ perform անի։ Ինչ վերաբերում է երեխաներին, work-life balance-ին, հա, դե աղջիկս ծնվել է, մեծս ծնվել է, երբ որ ես ինժեներ էի Netflix-ում, տղաս ինքը աղջիկս 11 տարեկան է, տղաս 9 տարեկան է, էլի Netflix-ում էի եւ փոքրիկս էլ, աղջիկս փոքր, հիմա 4 է։ Work-life balance-ը մի քիչ
լավ բան է, բայց հետն էլ հեքիաթային բան է։ Ինչ ոնց եմ արել այս ամեն ինչը, կարծում եմ ամուսինս շատ մեծ ապավեն ա եղել այս ընթացքում, օգնել է մամաս, պապաս, ծնողներս, ամուսնուս ծնողները, երբ որ եղել են Երևանում, եղել է երեխեքին տարել եմ, ես գնացել եմ business trip Եվրոպա, այդպես, տենց մեծ ընտանիքով մեծացրել ենք, բայց դրանից բացի, ասենք, մեծ աղջիկս 10 ամսեկանից գնացել է daycare, որովհետև այդ ժամանակ ուրիշ տարբերակ չունեի, պետք է աշխատեի ու մեր համար, իմ ու Վիկտորի համար, ամուսնուս համար պարզ էր, որ իմ կարիերան չպետք է ընդհատվի երեխա ունենալուց հետո, էլի, այդ ամեն ինչը ինձ թվում է կարևոր է, որ զույգերը հասկանան կամ որոշեն, որ նա պրիորիտետ է, այսինքն մաման դառնում է տնային մամա, ինչը էլի շատ լավ ճանապարհ է ու լիքը մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, չէ՞, մանավանդ դե եթե կարող են իրանց թույլ տալ ֆինանսապես, կարող է կինը որոշում է մի քանի տարի տանը լինել, հետո հետ մտնել աշխատանքային շուկա, բայց մեր դեպքում այդպես չգնաց։ Ինչպես նաև օրինակ ես նայելով մտածում եմ, որ շատ դեպքերում գիտես կնոջից էլ է շատ բան գալի, այսինքն եթե ամուսինը, ծնողները, երկու կողմի ծնողները այդ army of support-ը, հա, երբ որ տեսնում են, որ այս կինը այն կինն է, որ ինքը հասնելու է հաջողության, իմ կարծիքով այդ մարդկանց մեջ էլ է լինում ստիմուլը այդ մարդուն support անելու։ Ու իմ կարծիքով քո դեպքում ես կողքից նայելով այդ ոնց որ շատ ներդաշնակ է։ Այսինքն եթե չտեսնեին, ոնց որ այդ իմ կարծիքով երևի տենց ոնց որ այդ support-ը այդ մակարդակի կարողա չլիներ, բայց քանի որ դու ունես այդ բոլոր տվյալները, ես կողքից նայելով տենց եմ հասկանում, որ դրա համար բոլորը, այդ թվում ես, շատ ուրախ ենք տեսնել քո բոլոր հաջողությունները։ Հիմա քո հաջողությունների մասին կուզենայինք մի քիչ խոսենք, գիտեմ, որ ավարտել ես այս վերջերս MBA ես արել ու արդեն սկսել ես քո կամպանիան, մի քիչ կպատմես դրա մասին, ոնց որ այդ ամեն ինչը ստացվեց իրար հետ։ Այդ MBA-ը շատ հետարքի ժամանակ սկսվեց, COVID էր, ուրեմն ես փոքրիկս ծնվեց, ես այդ ժամանակ Մետայում էի աշխատում ու գնացի maternity leave դեկրետ ու այդ ընթացքում մտածեցի, օքեյ, հիմա ես ինչ եմ ուզում անեմ ու որոշեցի, որ ավելի հետաքրքիր կլինի բան անել, էլի, ավելի գլոբալ պատկերացում ունենալ կորպորացիաների մասին, ստեղծել կամ ղեկավարել ու սկսեցի MBA-ը։ Այդ ընթացքում նաև աշխատանքի առաջարկ եկավ Ռոկուից, որը շատ ավելի մեծ բան ուներ, սկոպ ուներ, engineering director, 50+ աշխատակից իմ բաժնում ու ժամանակը իդեալական չէր, բայց որոշեցի, որ դա էլ պետք է անել ու սկսվեց իմ կյանքի ամենածանր 2 տարին, որ համ MBA-ներ, համ նոր աշխատանք, համ էլ 4 ամսական բալիկ։ Ես հիշում եմ, որ իմ համար ամենաշոկայինն էր, որ մեկ-մեկ LinkedIn էի մտնում, տեսնում էի, մեկ է դու ինչ-որ conference-ում panel բանը talk ես տալի, չգիտեմ ինչ է, ասում եմ Լիլիթ, ես ոնց է ասում։ Այդ դրա մասին եք ասես, հեչ ինչ հետաքրքիր բաներ են եղել conference-ներ կամ meet-up-ներ, որտեղ տեսել եմ գնացել ես։ Հա, դե աշխատանքի մաս էր, լիքը բաների մասնակցելը, կազմակերպությունը ներկայացնելը, բայց իմ համար մեծ նաև 15 տարի է շատ կարևոր բան է, որ ոնց որ օգնել կանանց, ովքեր էս ոլորտում են, որ իրանք ունենան, ոնց որ դու ես ասում, Աննա ջան, հա, օքեյ, support system-ը կարող է լինի, բայց եթե դու չունես մոտիվացիան, դու չես պահանջում, չի ստացվում։ Դա շատ կարևոր է ու իմ համար այդ մեծ միսիա է եղել, այսինքն եթե ինչ-որ
կոնֆերանս ա եղել կամ ինչ-որ event ա եղել, որտեղ այդ թեմաներ, թե ոնց կարելի է կանանց խրախուսել, օգնել եւ ինժեներության մեջ եւ բիզնեսում, այդ իմ համար միշտ եղել է priority, որ պետք է գնամ, հանդիպեմ, խոսեմ, եթե ինչ-որ մեկը ուզում է առանձին Zoom chat անենք կամ սուրճ խմենք, դա էլ եթե ժամանակը թույլ տա անպայման։ Հա, ինչ վերաբերվում է իմ կազմակերպությունը, իմ կամպանիան սկսելուն, դա բավականին նոր է, այսինքն ես այս տարի 25 թվականին որոշեցի, որ իդեա ունեի, որի մեջ շատ հավատում եմ, որ անշարժ գույքի ոլորտում այն մարդիկ, ովքեր ուզում են գնել անշարժ գույք, որպեսզի կապիտալ ստեղծեն եւ դրա այդ տները վարձով տան, տները տարածքները կամ ինչ որ տեսակի փոփոխություններ անել եւ վերավաճառել, որ լավ գործիքներ ունենան դրա համար, որովհետեւ ներկայումս կան շատ հարուստների համար, ովքեր որ ունեն կամ մեծ կապեր, կամ սերնդեսերունդ փոխածված հարստություն, գործիքներ կան, մարդիկ կան, ովքեր իրենց օգնում են, բայց մեզ նման մարդկանց համար, ովքեր իմիգրանտ են կամ ովքեր չունեն այդ կապերը, չկա այդ պլատֆորման, հիմա դա ենք ստեղծում, կոչվում է Investra, եւ շատ հետաքրքիր է, 20 տարի բան կորպորացիաներում աշխատելուց հետո փոխվել, դառնալ 2-3 հոգանոց թիմ ու բանակցել, խոսել, ստեղծել, շատ հետաքրքիր եւ ուզիչ ժամանակաշրջան է, շատ հավես է։ Ոնց ես պատկերացնում, ասենք այդ մարդը, ով ենթադրենք միշտ մտածում է, օրինակ հենց այդ կիրառականը նորավարտած կամ AOA նորավարտած մարդը, որ մտածում է իր կարիերայի մասին, ճիշտ է գնալ corporate-ներ, հետո startup, թե օրինակ դու հիմա քո անցած ճանապարհի փորձից խորհուրդ կտայր, օրինակ միանգամից startup։ Տարբեր բաներ է սովորում, ինձ թվում է ես ստարտափում աշխատել եմ, այն ժամանակ իմ առաջին աշխատանքը եղել է ստարտափում, Երևանում էլ եմ մինչև այդ աշխատել, քանի ուսանող էի, կարծում եմ տարբեր ոնց որ սկիլեր ես ձեռք բերում, քանի նոր ես, կարող ես քեզ թույլ տալ աննորմալ ժամեր աշխատել, ու լիքը բան սովորել, նենց որ ստարտափ գնալը ի սկզբանե լավ միտք է, բայց ասենք պարտադիր չի դու լինես ստեղծողը, որովհետև մի քիչ տենց տենդենցիա էլ կա, որ բոլորը ուզում են անպայման ստեղծեն, ինչը լավ է, փորձել արժի, բայց կարող ես լինել, ասենք, թիմում ինժեներ, կամ լինել թիմում, չգիտեմ, product designer, կամ ուրիշ դեր ունենալ, ու միասին մի հատ շատ լավ բան կառուցել, ու եթե չի լինում, հետո կարող ես գնալ, այսինքն մոտենալով այն տարիքին, որ իհարկե չկա մի պատասխան, բայց այն տարիքին, որ արդեն, չգիտեմ, ավելի երեխաներ ես ունենում, մի քիչ բալանսը փոխվում է դեպի ընտանիք, չես կարող օրական 12 ժամ աշխատել, գնալ ավելի մեծ կամպանիաներ եւ հետո կարելի է հետ գալ։ Այդ մի կողմանի ճանապարհ չի, էլի։ Միակողմանի դուռ են, չէ՞ սիրում ասել, դա միակողմանի դուռ չի։ Հա, կարող ես գալ հետո հետ դառնալ։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Ես էլ կարծում եմ, որ գիտես, օրինակ այս տարիքում սկսելը տարբերվում է, օրինակ որ ասում են, չէ, ճիշտ է, հիմա արդեն middle school-ից, high school-ից երեխեքը սկսում են, չէ, ինչ որ ստարտափներ, այդ դրանից տարբերվում է նրանով, որ հիմա այնքան փորձ ունես, այնքան գիտես, որ այս ճանապարհը, այս դրան ապերելու են ճանապարհը, նրան մեկի հետ 10 վայրկյան թե 10 րոպե խոսալուց արդեն հասկանում ես իր խնդիրները, լուծումը քո product-ով կլինի, թե չէ, մի խոսքով այդ բոլոր բաները շատ ավելի արագ ես հասկանում քո փորձի բերումով, ու իմ կարծիքով, որ ասում են, չէ, օրինակ հենց այդ ջահել տարիքում աճի ստարտափը, ես սկսել եմ հասկանալ, որ այդքան է ճիշտ չի, որովհետև եթե մարդը էներգիա ունի նույնիսկ 40 անց, այդ էներգիան ու փորձը համատեղ հաստատ են, որ հաջողության
միանշանակ բանն է, ֆունդամենտն է, էլի, ես տենց եմ կարծում, չգիտեմ ու հաստատ վստահ եմ, որ քոմոդ ստացվելու է, գիտես, որ միշտ ստեղ եմ, ինչ որ մեծ բան ունես, в общем, ֆանատ ունես, ու Լիլ ջան, մեկ է կուզեի, որ պատմեիր ոնց ես այս ամեն ինչի հետ հասցնում համե I1, մի քիչ դրանից է, եթե կարելի է։ Հա, իհարկե։ Բանի մասին մի հատ կոմենտ անեմ, այդ ինչն է ճիշտ տարիքը չէ սկսելու։ Դու շատ ճիշտ նկատառում արեցիր, որտեվ ասենք, երբ որ դու փորձ ունես եւ մարդ ղեկավարելու եւ ինչ որ բաներ ստեղծելու, քո մի ժամը նույն քո 20 տարեկանի 4 ժամին է էկվիվալենտ, այդպես չի, էլի, որ մենակ ժամանակով է որոշվում, փորձը իհարկե շատ մեծ դեր ունի ու այդպիսի բան կար, ստատիստիկա կար, որ շատ մենք մենակ ուղղակի կենտրոնանում ենք, որովհետև այդ պատմությունները այնց հետաքրքիր են եւ աչքրավող են, որ քոլեջից դուրս են գալիս, ինչ որ սկսում են, ասենք, Google-ը եւ Facebook-ը, բայց շատ մեծ successful կամպանիաներ ստեղծել են 40-նանց մարդիկ, 50-նանց մարդիկ, նույնիսկ 60-նանց, այդպես չի որ օքեյ 20-ում չարեցի, վերջացավ, չէ, չկա տենց բան։ Եթե հետաքրքրությունը կա, միշտ էլ հնարավոր է։ Ինչ վերաբերվում է հայ կանանց միջազգային միությանը, Armenian International Women's Association, դա շատ մեծ դեր ունի իմ կյանքում, որովհետև արդեն 2016 թվականից 19 տարի, հա, Սան Ֆրանցիսկոյի affiliate-ի բաժնի անդամ եմ եւ հիմա ղեկավարում եմ ես այս կազմակերպությունը։ Մեզ համար սա non-profit է, չէ, ինքը բարեգործական կազմակերպություն է եւ նպատակային է, որ հիմնական նպատակային է, որ ստեղծել աշխարհով մեկ, որ հայ կանանց օգնենք, նեցուկ լինենք եւ պաշտպանվել բռնությունից եւ հաջողակ լինել բիզնեսում կամ ինչ որ իրենք կուզենան եւ կրթություն տրամադրել, իսկ մեր ավելի կալիֆոռնիայական, որովհետեւ Սան Ֆրանցիսկոյում էլ ունենք մասնաճյուղ, Լոս Անջելեսում էլ եւ Ամերիկայում ուրիշ տեղեր էլ, նպատակային է, որ ստեղծենք community, ստեղծենք խումբ, որտեղ մեկս մյուսին օգնում ենք, որ մարդիկ գան, ինչ որ հարցեր ունեն, գան տան, գտնեն իրենց համար մենտորների, գտնեն մարդկանց, ովքեր իրենց կլսեն, ու մեկս մյուսին առաջ կտանենք։ Այդպես շատ մեծ իվենթ ունենք իդեպ նոյեմբերի 8-ին Սան Ֆրանցիսկոյում գալա է կայանալու, մեզ մեծ օգնողի ապկար ընտանիքի պատմությունը նշելու համար եւ այդ ժամանակ էլ նոր ինիցիատիվա ենք սկսում, կոչվում է Found Her, ոնց որ founder, բայց Found Her, որ բոլոր այն կանայք, ովքեր ունեն բիզնես իդեա կամ ունեն բիզնես, հա, հայ ծագումով, կարող են հետագայում այս շրջանակների, այս ծրագրի շրջանակներում ինչ որ բաներ ստանալ, օգնություն ստանալ եւ խորհրդատվություն եւ ֆինանսական օգնություն եւ հետո էլ հետ գալ ու այդ օգնությունը տրամադրել հաջորդ սերնդին։ Հիմա որ սկսեցինք խոսել Հայաստանի հետ կապված, կասես օրինակ ոնց ես կապը պահում Հայաստանի հետ։ Անպայման մեծ հաճույքով։ Հայաստան դե անձամբ այդպես ստացվում է, որ հաճախ են գնում, բայց նաև առիթ եմ ունեցել, երբ որ թիմ էի ղեկավարում, տարբեր բաներ ինտերվյու արեցինք, թե որ երկիրը տանել, սա 2018 թվականին էր, եւ գտանք, որ Հայաստանում շատ լավ թիմ կար, Instigate-ի թիմն էր, տարանք այդ պրոյեկտը այնտեղ, մեծ հաջողության հասան, շատ գոհ էին եւ մեր այստեղի պատվիրատուները եւ թիմը հագինաճեց։ Հիմա էլ տարբեր տեսակի իմ ստարտափով, ինվեստորայով համագործակցություններ են քննարկում հայաստանյան մի քանի կազմակերպությունների հետ եւ վստահ եմ մի տարվա ընթացքում այնտեղ կունենանք ներկայացուցիչություն։
Շատ իսկապես ամեն անգամ լսելով, որ այն հայերը, որոնք դուրսում հաջողությունների են հասել, Հայաստանը չեն մոռանում ու գիտես այդ անգլերեն ասած giving back-ը ոնց որ տեղի ունենում, ես շատ ուրախանում եմ ու այդ մարդկանց իրապես ոնց որ բան եմ անում, որ ինչ լավ է, որ sense մարդիկ կան։ Լիլիթ ջան, այս ոդքասթը ես մոտավորապես պահում եմ կես ժամվա մեջ, որ մարդկանց հոգնածուցիչ չլինի, ինչ որ բան կա, որ կուզեիր ավելացնել մինչև ավարտելը։ Ինձ թվում է շատ լավ զրույց ունեցանք Աննա ջան, շատ շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիր ու սենց հետաքրքիր թեմաներից զրուցեցինք։ Գիտես ինչ կուզենամ ասել, որ ռիսկի գնալը շատ կարևոր է, լինի դա ռիսկ անել աշխատանքը փոխել, ռիսկ անել ուրիշ երկիր գնալ, կամ ստարտափ սկսել, կամ գնալ մեծ կորպորացիա, կամ թիմը տանել Հայաստան, միգուցե եւ տեղափոխվել, այնտեղ շարունակել երկիրը զարգացնել եւ բիզնեսը կուզենամ ուղղակի ասել, որ իհարկե կշռադատված ռիսկը, բայց կարևոր է, որ բոլորս էլ մեր կյանքում, չնայած նրան, թե ինչքան ոնց որ անձնական կյանքում խնդիրներ ունենք եւ նաեւ ունենք ուրիշ բաներ, օրինակի համար non-profit-ներ, ընտանիք, երեխաներ, որ չմոռանանք, որ մի անգամ ենք ապրում եւ կարելի է փորձել, ամենավատ բանը, որ կարող է լինի, կարող ենք հետ գալ եւ նորից փորձել։ Այդպես։ Շատ շնորհակալ եմ նորից Աննա ջան։ Ես քեզ եմ շնորհակալ, որ այսքան զբաղված գրաֆիկի մեջ արդեն բոլորս իմացանք ինչքան զբաղված ես, որ կարողացար այս կես ժամը հատկացնել, շատ շնորհակալություն։ Ես էլ ուզում եմ ասեմ լսողներին, որ ով որ դեռ subscribe չի եղել իմ YouTube-ի channel-ին, թող subscribe լինի, որովհետև էլի շատ հետաքրքիր հյուրեր են գալու երկրորդ season-ում։ Հույսով եմ, որ ինչ որ ձևի Լիլիթի խորհուրդները ձեզ կօգնեն ու կաշխատեմ էլի նենց հյուրեր ունենամ, որ կարողանան իրենց փորձով էմիգրացիոն եւ մյուս փորձերով կիսվեն, որ ձեզ օգտակար լինեն։ Շատ շնորհակալություն բոլորին։ Շնորհակալություն։ Ստեսություն ձեզ։